Թրամփը հայտարարել է. Ուկրաինայի հակամարտության կարգավորման առաջընթացը կախված է այն բանից, թե կհասցնի ինքը հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Մինչև մենք չհանդիպենք, ոչինչ չի լինի, ասել է նա լրագրողների նախագահական ինքնաթիռում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է. Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը։ Մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության համար, եւ եթե հաջողենք, հիանալի կլինի։ Առանց մանրամասներ հաղորդելու ասել է Թրամփը, պնդել, որ Իրանն ընդունել է որոշ պահանջներ։ Լավատեսությանը զուգահեռ, սակայն Թրամփը կրկին սպառնացել է ռազմական ուժի դիմել, եթե կողմերը ի վերջո չգան համաձայնության։ ԱՄՆ-ն առաջարկում է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը, գրում է Bloomberg-ը։ Այս առաջարկը վերջերս ավելացվել է ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագրին։ Ծրագիրը մասնավորապես կոչ է անում ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ եւ վերացնել պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները։ Ուկրաինան ըստ ԱՄՆ ծրագրի կստանա անվտանգության երաշխիքներ եւ իր զինված ուժերը զարգացնելու հնարավորություն։ Մենք եղբայրական հարաբերություններ ունենք տարածաշրջանի երկրների հետ, ընտանեկան կապեր Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ։ Ապա ԱՄՆ-ին ակնարկելով շարունակում. Մյուսները ցանկանում են մեզ ներքաշել պատերազմի մեջ, բայց մենք դա թույլ չենք տա։ Իրանի նախագահի խոսքն է. Մենք ձգտում ենք խաղաղության եւ կայունության ինչպես երկրի ներսում, այնպես էլ մեր հարևանների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի հետ։